Բարև ձեզ։ Մերսի։ Իրապես ուրախ եմ, որ միասին ենք, ճիշտ է, արդեն մի շաբաթից ավել է ինչ ստեղ է, բայց գիտեք, անցած կիրակի գնացել էի ծառայության Գյումրի եւ Վանաձոր, աղոթող եղեք Գյումրու եկեղեցու համար էլ, որպեսզի Տերը ծառայողներ բարձրացնի, ուրախ եմ, որ կան երիտասարդներ, կան մարդիկ, ովքեր որ բավականին լուրջ են վերաբերվում խոսքին ու տեսնում են, որ եկեղեցին աճում է, ուստեղ խնդիրը մենակ քանակականի հարցը չի, ընդհանրապես հիշեք մի բան, երբ որ եկեղեցին որակապես աճի, հոգևոր առումով հասունություն ունենա, Տերը քանակությունը իր ձեռքերում է եւ Տերը այդ ամեն ինչը կապահովի։ Ես չեմ ուզում ասեմ, որ եկեղեցին դրա մեջ պատասխանատվություն չունի, հենց երբ որ հոգևոր առումով հասանք, հասունացանք, հաստատ իմացեք այդ պատասխանատվությունը, այդ հասկացողությունը նույնպես կունենանք։ Ու այս ամեն ինչը մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Եվ դրա մեջ ամեն մեկս էլ մեր մասնաբաժինը պետք է ունենանք։ Շնորհակալ եմ, որ աղոթող եք եղել։ Իրապես բավականին ծանր sense շրջանով ենք անցնում ուսման հետ կապված, բավականին շատ տնային աշխատանք ունենք, այնպես որ աղոթող եք, որպեսզի այդ ամեն ինչը Տիրոջ փառքի համար լինի, եւ եթե Տիրոջ կամքը լինի, շարունակենք սովորել։ Հիմա սիրելիներ, վերադառնալու ենք մեր Մատթեոսի նամակի, Մատթեոսի ավետարանի ուսումնասիրությանը, եւ այն հատվածը, որը որ խոսելու ենք այսօր, որոշ առումով շարունակությունն է այն քարոզաշարքի կամ քարոզների, որը որ ունեցել եմ, արդեն մի ամսից ավել է, երևի թե կլինի։ Խոսելու ենք արդարության իրական դրսևորման մասին եւ այսօր երրորդ հատվածն է լինելու։ Բայց մինչև կանցնեմ բուն նյութին կամ բուն թեմային, ինձ հետաքրքիր է, որ ձեզ մի թվական ասեմ, 2025 թվականի մարտի 3-ը ու դրանից հետո 48 օրը, ինչա խորհրդանշում կամ ինչա հիշվում, ինչա հիշվելու Հայաստանում։ Ասեմ, որ այդ թվականը ամեն տարի փոփոխվում է, օրը կոնկրետ։ Հարության օրը չի, 48 օրա տևելու, Լևոնն ասեց, մեծ պահքի շրջանն է սկսվում, մեծ պահքն է, ու հետո լեք հետաքրքիր է, Լևոն ջան, իմանանք մեծ պահքը պահում ես թե ոչ, բայց ինչի եմ ասում սա ժողովուրդ, որովհետև մեր մոտ այս հասկացողությունը կա, ու ոչ միայն մեր մոտ այս մեծ պահքի հասկացողությունը, ասեմ, որ օրինակ ուղղափառ եկեղեցին էլ նույն այս պահքի գաղափարն ունի, եւ այս պահքի գաղափարը կամ հասկացողությունը որոշ առումով զուգահեռներ են քաշում ծոմապահության հետ։ Ասում են օրինակի համար ինչի 48 օր, ինչ եք կարծում։ Ինչ կապը, չէ։ 40 օրվա Հիսուսի ծոմապահության հետ են փորձում ինչ որ զուգահեռներ կապեն։ Ու գիտեք, երբ որ նայում եք բուն այս ամեն ինչը, հիմնական թեման մեծ պահքի, գիտեք ինչ է, ինչ կարելի է ուտել եւ ինչ չի կարելի ուտել։ Որն ասենք որոշ առումով ոնց բարի գործեր անես, ու ինքը ընդհանրապես կտրված է այն հասկացողությունից, ինչ որ Աստվածաշնչում մենք ունենք։ Առհասարակ այսօր խոսելու ենք ծոմապահության մասին եւ ինչի եմ սկսել այս գաղափարով, ինչի որտեվ շատ-շատերի համար Հայաստանում առավելևս ծոմապահությունը կամ պահքը ընդհանրապես մի հատ դիետա է։ Գիտեք ինչ դիետա է։ Դե նոր տարվա շրջանակում շատ ենք ուտում, չաղանում ենք ու դա լավ շրջանակը 48 օր նիհարելու։ Ես նույնիսկ ճանաչում եմ աշխարհիկ մարդկանց, ովքեր որ Աստվածաշնչի Աստծո հետ ընդհանրապես կապ չունեն, բայց այդ պահքը պահում են։ Նու Ռուզան ջան, դու աշխարհիկ չես, մի ասա ես։ Հա, դու էլ ես ճանաչում, լավ։ Ու խնդիրը սրա մեջ է, որ մենք այսօր այս կոնտեքստում, այս սովորությունների մեջ մեծանալով, որոշ առումով ինքներս է շատ դեպքում չենք հասկանում ծոմապահությունը, ծոմապահության նշանակությունը եւ առհասարակ չիմանալով շատ դեպքերում ծոմ երբեք էլ չենք պահում։
Ուզում եմ հենց ամենասկզբից ասեմ, որ առհասարակ ծոմապահությունը ուտել չուտելու հետ ընդհանրապես որևիցե կապ չունի։ Սա խնդիրն է ուտել կամ չուտելը չի, կամ ինչ ուտելը եւ ինչը չուտելը չի։ Ու հույսով եմ, որ այս պատգամի շրջանակում գոնե որոշ առումով հարցերի պատասխաններ կունենանք եւ կգտնենք։ Խնդրում եմ բացեք Մատթեոսի 6-րդ գլուխ, ընթերցելու ենք 16 ու 18 համարները։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ, ընթերցելու ենք 16-ից 18 համարները։ Եկեք ոտքի կանգնենք։ Մատթեոսի ավետարան 6-րդ գլուխ 16-ից 18 համարներ։ Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի եղեք կեղծավորների պես, որոնք իրենց երեսը խոժոռում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձքը ստացել են։ Այլ երբ դու ծոմ պահես, օծիր գլուխդ եւ լվա երեսդ, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում։ Այլ ծածուկ կերպով երևաս քո հորը եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ հայտնապես կհատուցի։ Ծոմապահությունը մեր կյանքում գերագույն տեղը պետք է զբաղեցնեն առումով, որ ծոմապահությունը օգնում է մեզ, որպեսզի մենք կենտրոնանանք Աստծո վրա։ Եկեք աղոթենք ու նստենք ու կշարունակենք։ Տեր Աստված, փառք եմ քեզ տալիս, որ այս առիթն ունենք եւս մեկ անգամ գալու քո առաջ, խոսքդ կարդալու եւ խոսքովդ առաջնորդվելու, Տեր։ Աղոթում, որ օգնես, որ ամեն բանից առաջ իրապես քո կամքդ փնտրենք։ Աղոթում, որ մեզ միաբանես, Տեր, խոսքիդ շուրջ, քո շուրջ, Տեր, որ մեր կենտրոնում միմիայն դու լինես, Տեր, որ այն ամեն ինչ, որ անում ենք, անենք քո անվան ու փառքի համար։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Ծոմապահությունը մեր կյանքում Աստծո գերակայությունը մատնանշելու մասին է լսում եք։ Երբ որ մենք ծոմ ենք պահում, ծոմ պահելը եւս մեկ անգամ մատնանշում է, որ մեր կյանքում առաջին տեղում մեր կյանքի ամենագլխավոր մեկը ով է Աստված։ Այսօր որ Լևոն եղբայրս այդ հատվածն էր կարդում, նորից շատ հստակ տեսնում ենք այս պարզ հասկացողությունը, որ կյանքը առանց Տիրոջ ունայնություն է ընդհանրապես, ամեն ինչն է ունայնություն, ամեն բանը, այն ինչ որ տեսնում եք, ամեն ինչ անցողիկ է, ոչ մի բան մնայուն չկա։ Հետևաբար մենք որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ, մեր կյանքի կիզակետը, կենտրոնում ամենակարևորագույն անձը պետք է լինի ով։ Աստված։ Եվ ծոմապահությունը սրա մասին է, հիմա որ մի փոքր ավելի խոսենք, կհասկանանք, թե ինչի նկատի ունեմ, երբ որ սա եմ ասում։ Եթե մի փոքր փորձենք հիշենք անցած քարոզները, ուզում եմ, որ նորից վերանայենք որոշ հատվածներ, ինչի, որտեվ այս ամեն ինչը փոխկապակցված է իրար հետ։ Մատթեոսի ավետարանը կամ Մատթեոս ավետարանիչը ինքը բավականին գեղեցիկ կերպով շարադրել է այն ամեն ինչ, որ ինքը տեսել է, մեկ նպատակ, մի քանի հիմնական նպատակ հետապնդելով։ Առաջին գերագույն նպատակը ցույց տար եւս մեկ անգամ այն ժամանակվա հրեա հավատացյալներին, որ Հիսուսն է Քրիստոսը, Հիսուսն է խոստացված Մեսիան, որը որ եկել է հաստատելու իր թագավորությունը։ Եվ լեռան քարոզի մեջ Մատթեոս ավետարանիչը առանձնացնում է ցույց տալով եւս մեկ անգամ, որ արքայության որդիները ինչպես պետք է առաջնորդվեն։ Ինչի, որովհետև ապրում էին իրանք մի ժամանակահատվածում, որտեղ որ կային կրոնավորներ, որտեղ որ կար կրոնական սովորությունները, ծեսերը, այդ ամեն ինչը շարունակական արվում էր։ Եվ խնդիր կար, ինչի, որովհետև հալածանք կա, երբ որ դու չես շարունակում վարվել այնպես, ինչպես որ ժողովուրդն է վարվում, չես վարվում այնպես, ինչպես որ ժողովրդիդ կրոնավորներն են վարվում, հալածանքի առաջ ես կանգնում եւ որոշ առումով կարծես կարող է կասկած լինի, կարծես կարող է խնդիր լինի,
Արդյոք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Արդյոք Քրիստոսն է Մեսիան։ Արդյոք Հիսուսն է, որ պետք է մեր կյանքի կենտրոնում լինի։ Եվ Մատթեոս ավետարանիչը մանրակրկիտ գրում է ցույց տալու համար, որ այո, միակ ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոսն է։ Եվ մեր հայացքը, մեր ընթացքը պետք է կենտրոնացած լինի միմիայն Տեր Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ դրանով իսկ նաև անդրադառնում է կեղծ արդարության, կեղծ կրոնի, կեղծ հավատքի եւ իրական ճշմարտության վրա։ Եվ այս քարոզի շրջանակում արդեն իսկ տեսանք այն ժամանակվա առաջնորդների, հոգևոր առաջնորդների կրոնավոր արտահայտման 3 կերպերին։ Առաջինը ինչ որ փարիսեցիները, դպիրները անում էին, որպեսզի Երևանին ու ցույց տային իրենց ով լինելը, իրենց հավատացյալ լինելը, ինչ էին անում, ողորմություն էին ցույց տալիս։ Ողորմություն էին ցույց տալի, բայց նպատակը Տիրոջը փառավորելը չէր։ Գիշեք 6-րդ գլուխ 2-րդ համարում կարդում ենք հետևյալ խոսքերը. «Արբ երբ ողորմություն անես, մի փոխարիր քո առաջ ինչպես ովքեր են անում, կեղծավորներն են անում, ժողովարաններում եւ փողոցներում են անում, որպեսի մարդկանցից փառավորվեն»։ Այսինքն Հիսուս Քրիստոս մատնանշում է մի կարծես լավ գործ, որ մարդիկ անում են, օգնություն են ցուցաբերում, բայց շարժառիթը ինչ է, իրանց անձի փառավորությունն է։ Դրա համար ասում է կեղծավոր են։ Երկրորդը, ինչին որ Հիսուսը անդրադառնում է, դա նորից լավ բան է, որ մենք բոլորս պետք է անենք, բայց այնինչ նորից այս շրջանակում ինչ էին անում, կեղծավոր կերպով էին անում։ Դա աղոթքն է։ 6-րդ գլուխ 5-րդ համարը. «Երբ աղոթք անես, նորից ուշադրություն դարձրեք, չլինես կեղծավորների պես», ուշադրություն դարձնում եք, նույն կառուցվածքն է, նույն կերպով կրկնում է Հիսուս նույն խոսքերը, ուղղակի սկիզբը ողորմության մասին է խոսքը գնում, հիմա աղոթքի։ Աղոթքը վատ բան է։ Չէ, հոգևոր կյանք չկա առանց աղոթքի։ Եթե որևիցե մեկը որպես հոգևոր է ինքն իրեն դրսևորում եւ իր կյանքում աղոթքի կյանք չունի, այդ մարդը հոգևոր չի կարող համարվել։ Ինչի, որովհետեւ իր կյանքը, հոգևոր մարդու կյանքը լիարժեք կերպով կախված է Աստծուց, իսկ մենք Աստծո հետ հաղորդակցում ենք աղոթքի միջոցով։ Փարիսեցիները դրա համար էին աղոթում։ Չէ, աղոթում էին, որպեսզի մարդիկ տեսնեն, նորից ժողովարաններում, նորից ինչ որ մի բեմերից էին աղոթում, որպեսզի ասեին, տեսեք, ինչ հավատացյալ մարդիկ են, ինչ կրոնավոր մարդիկ են, ու այս խնդիրը կար նաև որոշ առումով մարդկանց մոտ։ Եվ հիմա կխոսենք երրորդ, այսձև ասած, կրոնական արտահայտության մասին։ Դա ինչն էր։ Ծոմապահությունը։ Նայեք, եթե ծոմապահությունը զուտ որցենք որպես տերմինը, բառացի նշանակում է սննդից կամավոր հրաժարում։ Այսինքն, երբ որ մարդը կրոնական, հոգևոր շարժառիթներով որոշում է կայացնում սննդից ինքն իրեն ինչ անի, հրաժարվի, սա, ասենց ասած, որոշ առումով ծոմապահություն բառը սա է նշանակում։ Ծոմապահությունը մենք չունենք ինչ-որ մի հստակ հատված, օրինակի համար Աստվածաշնչում, որ լիարժեք նկարագրի, օրինակի համար ինչքան ժամանակ պետք է տևի, երբ պետք է արվի, այսինքն որոշակի սենց առանձնացված հատված չունենք, որ օրինակի համար միայն այդ հատվածը կարդանք, կկարողանանք լիարժեք պատկերացում կազմել ծոմապահության մասին։ Բայց այնուամենայնիվ Աստվածաշնչում թե հին կտակարանում, թե նոր կտակարանում ծոմապահության մասին բավականին շատ տեղեկատվություն ունենք, եւ որպեսզի ընդհանուր պատկերը, ընդհանուր հասկացողությունը ունենանք, պետք է որոշ առումով ծաղկաքաղ անենք, այսինքն ուշադրություն դարձնենք ամբողջ Աստվածաշնչում որոշ առումով ինչի մասին է խոսքը գնում, երբ են ծոմապահություն անում, ինչ պայմաններում էին անում եւ որն է նպատակը։ Դրա համար եկեք նախ եւ առաջ գնանք 5 կտակարանին եւ կփորձենք պատկերացնել 5 կտականի շրջանակում մարդիկ երբ էին ծոմապահություն անում եւ ինչ պատճառներով էին անում։ Առաջինը, օրինակի համար, երբ որ կկարդանք, կտեսնենք, որ ծոմի մեջ էին մարդիկ, Ելից գրքում ենք կարդում, երկրորդ օրինաց գրքում ենք կարդում, երբ որ պատրաստվում էին Աստծո օրենքը ընդունելու։ Կարդացեք Ելից 34:28 կամ երկրորդ օրինաց 9-րդ գլուխ 9 եւ 18 համարները։ Այսինքն ժողովուրդը, երբ որ արդեն Մովսեսը բարձրացել է լեռը եւ պատվիրաններն կամ օրենքը պետք է ստանային,
Հստակ պատվեր եղավ ժողովրդին, որ ինչ պետք է անեն, ծոմով պետք է պատրաստվեն Աստծո խոսքը ընդունելու։ Սա կարևոր բան էր ժողովրդի համար, խոսքը ընդունելու, Աստծո օրենքը ընդունելու համար, դրա համար կենտրոնացումը դրա վրա էր, իրանց միտքը, իրանց ողջ առօրյան կենտրոնացած էր այդ իրադարձության վրա։ Երկրորդը Ղևտացոց գլուխ 16, Ղևտացոց 16, 29 եւ 31 համարների մեջ ենք տեսնում, որ 5 տականում միակ ժամանակը կար, որ Աստծուց հստակ պատվեր էր, որ քավության օրվա համար պետք է ժողովուրդը ծոմապահության պատրաստվեր։ Սա ամեն տարի հրեաները կրկնում էին, բայց քանի որ արդեն քավությունը տեղի է ունեցել, քանի որ արդեն Քրիստոս մահացել է, մենք դրա կարիքը չունենք հստակ, այսինքն ամեն տարի կրկնելու։ Մյուսը, երբ որ տեսնում ենք, որ 5 տականում լինում էին դեպքեր, երբ որ մահ կար, մարդիկ էին մահանում, մահանալուց հետո որպես սքի դրսևորում, այդ սքի ժամանակ տեսնում ենք, որ մարդիկ ծոմ էին պահում։ Օրինակի համար առաջի թագավորոց 31-31-ում կարող եք նայել, կամ երկրորդ թագավորոց առաջի գլուխ 12 համարներում կարող եք նայել։ Երբ որ մարդ էր մահանում եւ սքալով ծոմ էին պահում այդ ծոմի շրջանակում։ Եվս մեկ բան կարող եմ առանձնացնել։ Երբ որ մարդիկ մեղքի զգացողությունից, երբ որ հանդիմանում էին մեղքից, ծոմ էին պահում ի նշան ապաշխարության դարձի։ Նորից երրորդ թագավորոց 21-րդ գլուխ 27 համարը կարող եք նայել, կամ Նեեմիա 9:1, Հովնան 3:6-ից 9 համարները։ Երբ որ շատ հստակ հանդիմանություններ են լինում Աստծո կողմից, եւ ժողովուրդը ապաշխարության որպես նշան ինչ էր անում, ծոմ էր պահում։ Մյուսը, ծոմապահությունը կարող է լինել որպես խոնարհության դրսևորում։ Երբ որ քո անձը ճնշելով ուզում ես Եզև ասաց ստիպես քեզ խոնարեցնես քո անձը։ Սաղմոս 35:13 համարը կարող եք ընթերցել։ Կամ երբ որ օրինակի համար ազգային աղետի խնդիր կա։ Հրեաները շատ դեպքերում, երբ որ լուրջ խնդրի առաջ էին կանգնած, երբ որ հասկանում էին, որ ահա մի բանակ է կանգնած իրենց առաջ, որ որևիցե կերպով մարդկայնորեն չեն կարող պաշտպանվել, ինչ էին անում, ազգովի նորից ծոմ էին պահում։ Կարող եք կարդալ երկրորդ մնացորդաց 20-րդ գլուխ 30 համարը, Եզրաս 8:21, Եսթեր 4:16, Հովել 2:15-ից 17 համարները։ Առասարակ գիտեք, երբ որ այս ամեն ինչը նայում եմ, այս հատվածները կարդում եմ, գիտեք ինչ հիշեցի, երբ որ մեր երկիրն էր պատերազմի մեջ։ Իրապես քանիսն էին, որ ծոմապահության պաղոտք էին անում։ Հիմա չեմ ուզում պատասխանեք, բայց սա հարցեր են, որոնք որ որոշ առումով ցույց է տալիս, թե մենք ինչով ենք ապրում։ Ում վրա է մեր հույսը դրված։ Իրապես մեր կենտրոնում, մեր հավատքի կենտրոնում ով է գտնվում։ Եվ վերջում 5 տականից կուզենամ առանձնացնեմ նաև այն ժամանակները, երբ որ մարդիկ կարիք էին ունենում ուղղակի կրքոտ անձնական աղոթքին։ Երբ որ կարիք կար, անձնական լուրջ հարց կար, անձնական լուրջ խնդիր կար, մարդիկ նույնպես ծոմապահությամբ աղոթք էին անում։ Երկրորդ թագավորաց 12-16 համարը, 21 համարը, Նեեմիա 1:4, Դանիել 9-րդ գլուխ 3 եւ 4 համարները։ Եվ ունենք նաև որոշակի հատվածներ ծոմապահության հետ կապված, որ տեսնում ենք նաև նոր գտակարանի շրջանակում։ Ինչի՞, որտեղ կարևոր է։ Մենք ապրում ենք նոր գտակարանի ժամանակահատվածում եւ հարց է առաջանում առհասարակ որպես հավատացյալներ մենք ծոմ պետքա պահենք, թե ոչ։ Արդեն իսկ խոսեցինք սրա մասին, որ Հիսուս ինքը 40 օր ծոմ պահեց մինչև ծառայությանը անցնելը։ Առանձնացավ Տիրոջ հետ այդ ժամանակը անցկացնելու։ Պողոսը, օրինակի համար, երբ որ Պողոս առաքյալը դարձի եկավ ապաշխարեց, Գործք առաքելոց 9:9-ում կարդում ենք, որ ծոմ պահեց, այսինքն ապաշխարությունից դարձից հետո Պողոս առաքյալը առանձնացավ ժամանակ տրամադրեց ծոմապահությամբ Աստծո հետ էր։ Նորից տեսնում ենք նույն Պողոս առաքյալի կյանքում միսիոներական գործունեությունից առաջ, այսինքն երբ որ առանձնանում էր կոնկրետ ծառայության շրջանակում, կոնկրետ ճանապարհորդություն անցնելու, նորից ինչ էր անում, կտրվում էր ամեն ինչից եւ ծոմ էր պահում։ Գիտեք, հիմա այս իրավիճակները, երբ որ ներկայացրեցի, ասեմ, որ ծոմապահությունը ինքը
ստիպողաբար չի կարա լինի։ Սա պետք է մեր անձնական որոշումը լինի եւ ժամանակի ինչքան ժամանակ պահելու մասին նորից որևիցե հստակ սահմանափակում կամ հստակ բան չունենք։ Այո, եղել են հավատացյալներ, որոնք որ 40 օր նույնիսկ նպատակային ծոմ են պահել, բայց այնուամենայնիվ մեր կյանքում ծոմապահությունը շատ հստակ պետքա տեղ ունենա։ Ինչի, որովհետև ուղղակի ուզում եմ, որ մի պահ փորձեք վերհիշել։ Արդյոք եղել են դեպքեր ձեր կյանքում, որ ուղղակի այնքան եք զբաղված եղեք կամ այնքան լուրջ հարցեր եք ունեցել, որ չեք էլ նույնիսկ հասցրել հաց ուտել։ Եղել են, չէ՞ տես դեպքեր, որ տարված եք եղել գործով ու այդ ժամանակ ձեր միտքը անգամ այդ հաց ուտելու վերաբերյալ չի էլ եղել։ Տարված եք եղել այս խնդրով, այս հարցով։ Ծոմապահությունը որոշ առումով հենց սրա մասին է։ Երբ որ մենք ինչ-որ խնդիրների, ինչ-որ հարցերի, ինչ-որ լուրջ բաների միջով ենք անցնում, մենք ուղղակի ինչ ենք անում։ Կտրվում ենք ամեն ինչից, կտրվում ենք այն սովորական պարզ ամեն օրվա հաց ուտելուց։ Հաց ուտելը վատ բան, հա։ Չէ, միանշանակ վատ բան չի։ Դա Տիրոջից օրհնություն է եւ այո, սա էլ ենք այս ամեն ինչով կախված ենք Աստծուց։ Բայց ուշադրություն դարձրեք։ Երբ որ լուրջ ինչ-որ հարցի առաջ են կանգնած, հոգևոր հարցի առաջ են կանգնած, ծոմապահությունը ցույց է տալի, որ մենք ուղղակի ինչ ենք անում, կտրվում ենք ամեն ինչից եւ մեր կենտրոնացումը ուղղում ենք ում վրա, Տեր Աստծո վրա։ Ցույց ենք տալիս, որ մենք լիարժեք կախված ենք Աստծուց եւ նպատակ ունենք միայն Իրանից ակնկալում ենք պատասխան ստանալ։ Հիմա ծոմապահության մեջ միստիկ ինչ-որ մի բան կա, օրինակի համար, եթե ծոմ պահեցիք, հավելյալ բոնուսներ եք շահելու Աստծո մոտ։ Ինչի որտեվ այս մոտեցումն էլ կա, այսինքն գիտեք ինչ կա, ցույց տալու համար մեր կրոնավոր լինելը, որպեսզի ցույց տանք, բա գիտեք ինչ հոգևոր մարդ եմ, շաբաթը այսքան ժամանակ ծոմ եմ պահում, ամիսը այսքան ժամանակ ծոմ եմ պահում։ Նմանատիպ մոտեցումներ կամ նմանատիպ կերպով Աստված այդ ամեն ինչ ընդունում, հա։ Չէ, միստիկ ինչ-որ մի բան չկա, ուրիշ մի բան ասեմ։ Մարդիկ կան, որ մտածում են, որ այ օրինակի համար այս հարցով աղոթում եմ, Տիրոջ կամքի մեջ չի, այ բայց եթե ծոմ պահեմ, Աստված արդեն իմ ուզած ձևով կպատասխանի։ Չէ, ժողովուրդ ջան, նորից Աստված իր կամքը, իր որոշումը չի փոխում։ Սա խնդիրը Աստծուն համոզելը կամ ստիպելը չէ, որ ինքը ինչ-որ մի բան անի, ինչ-որ որ չի ցանկանում կամ ինչ-որ իր կամքի մեջ չի։ Ծոմապահությունը նախ եւ առաջ ինձ համար է, որպեսզի ինձ ինչ անի, նորից օգնի, որպեսզի իմ կենտրոնում լինի Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ իր կամքը, իր ցանկությունը։ Ծոմապահությունը նրա մասին է, որ ես իմ կյանքում առաջնային տեղը նորից ու նորից հաստատում եմ ով է Տերը Հիսուս ինքն է, Աստված ինքն է։ Եվ պատասխանը ինչ էլ որ լինի, այդ խնդրի պատասխանը ես պատրաստ եմ ընդունելու, ինչի որտեվ Տիրոջ կամքը ինձ համար գերագույն արժեք է։ Հետաքրքիր է այն փաստը, երբ որ Հիսուս իր երկնավոր կյանքի ընթացքում ապրում էր երկրից վրա, իրան մոտեցան Հովհաննես Մկրտչի աշակերտները եւ այս ձևի մի հարցով դիմեցին։ Մատթեոս 9-րդ գլուխ 14-ից 15 համարները։ Այդ ժամանակ Հովհաննեսի աշակերտները մոտեցան Հիսուսին ու ասացին. Ինչու մենք եւ փարիսեցիները հաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները ծոմ չեն պահում։ Հիմա ուշադրություն դարձրեք, ստեղ հետաքրքիր է այն փաստը, որ Հովհաննեսի աշակերտները իրանք հաճախակի ծոմ էին պահում եւ նաեւ մատնանշում է, որ փարիսեցիներն էլ էին ծոմ պահում։ Ես կանդրադառնամ դեռ փարիսեցիների այդ ծոմապահությանը հաճախակի եւ ինչքանով էր այն ընդունելի Աստծուց, բայց ուշադրություն դարձրեք Հիսուսի պատասխանին։ Եվ Հիսուս նրանց ասաց. «Միթե Փեսայի բարեկամները կարող են սուգ անել, քանի դեռ Փեսան նրանց հետ է»։ Ուշադրությունը դարձրեք։ Բայց կգան օրեր, երբ Փեսան նրանց միջից կվերցվի, ու այն ժամանակ նրանք եւս ծոմ կպահեն։ Այո, հիմա Փեսան մեր մեջ չի։ Եվ այո, մեր կյանքում որոշ առումով հոգևոր ճգնաժամներ լինում են։
Ժամանակ առ ժամանակ մենք կարիք ենք ունենում, որպեսզի առանձնանանք առաջին տեղը նորից ու նորից դնելու Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այո, Հիսուս ինչ ասեց, մեր կյանքում պետք է ծոմապահությունը լինի։ Պետք է պահել լինեն, որպես իր աշակերտներ մենք ծոմ պահենք։ Ինչպես պետք է ծոմ պահենք։ Նախ եւ առաջ ուզում եմ շատ հստակ եւս մեկ անգամ կրկնել։ Ծոմը ընդհանրապես կապ չունի նիհարելու, բժշկական որևիցե օգնության, մարմնի թեթևության, մաքրության համար։ Ժողովուրդ ջան, ուզում եք նիհարեք, բայց անունը մի դրեք ծոմ, պաս, ուրիշ ինչ-որ մի բաներ մի փաթեթավորեք դա։ Դա ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Ինչպես պետք է ծոմ պահենք, այսօր կխոսենք երկու բաղադրիչների մասին։ Նախ եւ առաջ պետք է լինենք անկեղծ։ 16 համարը եւս մեկ անգամ կարդանք։ Եվ երբ ծոմ եք պահում, տրտմերես մի եղեք կեղծավորների պես։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Էսի նորից նույն շրջանակում է։ Հիշում եք, չէ՞ կեղծավորները, փարիսեցիները նվիրատվություն էին անում ու ինչքան այն ժամանակ կամերա չկար, այնտեղ էին անում, որպեսզի ասեն, ու նաև դրա մասին հայտարարում էին։ Մենք հայերս այդ բանն էլ ունենք, չէ՞, մի հատ հայտնի ֆիլմ ունենք, Տժվժիկը, որ տալիս է ու ամբողջ տարվա ընթացքում անդադար կրկնում է, հենց Տժվժիկը ոնց էր, այսինքն հարուստ մեկն է, մի բան ինչ-որ մի փոքրիկ բան արե, բայց անդադար դրա մասին խոսում է։ Մենք էլ ունենք տենց բարերարներ, հավատացյալներ, որոնք որ ինչ-որ մի բան անում են, բայց դրա մասին արդեն համացանցը բոլորը իմացել են։ Գիտեն, թե ինչ լավ բարերարներ են, ինչ լավն են, բայց այս ամեն ինչը Աստծո կողմից նորմալ չի ընկալվում եւ այս ամեն ինչը չի ընդունվում։ Ինչի որտեվ այս ամեն ինչի մեջ կա կեղծավորություն, այս մարդիկ անում են մեկ նպատակով։ Իրանց անձի, իրանց փառքի, իրանց եսի համար։ Երկրորդը աղոթքները։ Աղոթում էին, բարձրաձայն էին աղոթում, մեծ բաների մասին են խոսում, բայց գործնականում այդ աղոթքը ոչ թե ուղղված է Աստծուն, այլ ուղղված է ում? Ժողովրդին, որպեսզի ժողովուրդը լսի, ասի, այս ինչ հոգևոր մարդիկ են, այս ինչ խոսքեր են ասում, այս ինչ գեղեցիկ շարադրանքով են այս ամեն ինչը ներկայացնում, բայց այդ ամեն ինչը Աստծո հետ ընդհանրապես կապ չունի։ Դրա համար Տեր Հիսուս Քրիստոս հայտարարեց ու ասեց, որ նման աղոթքները ինչ են? Կեղծ են։ Նման արդարության դրսևորումը կեղծ է։ Եվ հիմա այստեղ ծոմ պահելու մեջ, որ նորից կարևոր մի բան ցույց տալու քո կախվածությունը Աստծուց, բայց այս ամեն ինչ են արել, խեղաթյուրել է, ծռել են ու ինչ են անում։ Ցուցադրական, հիմա որ ինչպես կարող ես ցույց տալ, որ մարդիկ իմանան, որ ծոմ ես պահում։ Փարիսեցիներն ունեն այդ ժամանակվա համար հատուկ հանդերձանք, այսինքն երբ որ ծոմ էին պահում, հատուկ հանդերձանք ունեին։ Սովորական հանդերձանքով չէին ման գալի։ Որոշ առումներով գլխներին մոխիր էին ածում, որպեսզի մարդիկ տեսնեն, որ նորից ծոմի մեջ է։ Ասեմ ավելին, ոչ միայն կոնկրետ այդ ձևով էին մատնանշում, այլ հստակ օրեր ունեին շաբաթվա մեջ 2 անգամ ծոմ էին պահում։ Եվ ծոմ պահելու շրջանակում պետք է այնպես անեն, որպեսզի մարդկանց շրջանակում ինչ անեն, երևային։ Եվ դեմքերը գիտեք ինչի համար էին խոժորում։ Ինչի համար էին տենց տրտմած դեմք ընդունում, որպեսզի 100%-ով մարդը համոզված լինի, որ այս մարդը ինչ է, ծոմի մեջ է։ Ասում է, իրանք իրանց երեսը խոժորում են, որպեսզի մարդկանց ցույց տան, թե ծոմ են պահում։ Որտեղ է իրանց կեղծավորությունը։ Մարդկանց համար են անում։ Իրանց չի հետաքրքրում Աստված, իրանց չի հետաքրքրում, նույնիսկ ինչ որ խնդիր էլ չունեն հոգևոր, հասկանում եք։ Անունը գեղեցիկ կարան փաթեթավորեն։ Մենք աղոթում ենք մեր երկրի համար, որպեսզի այս թշնամի ազգից ազատվենք հռոմեացիներից։ Այսօր էլ լիքը տես փաթեթավորված աղոթքներ կա, լիքը տես փաթեթավորված լոզունգներ կա։ Մեր հայրենիքի, հանուն հայրենիքի, այս անենք, այն անենք, բոլորը դառել են հայրենասեր։ Հայրենիքի համար աղոթում են, հայրենիքի համար ուրիշ բաներ են անում։ Բայց այս ամեն ինչը զուտ, իրանց այդ հայրենիքը, Աստված ոչ մի բան իրանց չի հետաքրքրում։ Իրանց հետաքրքրում է իրանց եսը, իրանց շահը։ Ինչի էին կեղծավոր, որտեղ ակնկալում էին Աստծուց պատասխան, թե ակնկալում էին մարդկանցից պատասխան։
Մարդկանցից, իրենց հետաքրքիր է ընդհանրապես մարդը։ Դրա համար ինչ է ասում Հիսուս։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձքը ինչ են արել, ստացել են։ Ինչ վարձք ունեին ստանալու։ Մարդկանցից փառք ստանալու նպատակ ունեին, եւ այդ մարդկանցից փառքը ինչ են արել, ստացել են։ Ես մի քանի կիրակի առաջ այս հատվածը կարդացի, բայց ուզում եմ եւս մեկ անգամ կարդանք Ղուկասի ավետարան 18-րդ գլուխ 11-ից 12 համարները։ Ուշադրություն դարձեք այս երկու կերպարների աղոթքը Աստծո առաջ։ Ունենք Փարիսեցի եւ ունենք Մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս աղոթքներ անում։ Ով Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Իրանք այնքան են դրա մեջ արդեն սովորել, որ կարծում են, որ Աստված էլ այդ նույն ձևը մտածում, ոնց որ մարդիկ են մտածում։ Ու ինքը իրան առանձնացնում, ասում է. Տեր Աստված, շնորհակալ եմ, որ ես այն մեղավորի նման չեմ։ Դրա համար Հիսուս այս մարդկանց ասեց. ես առողջների համար, ճակերտավոր առողջների համար չեմ եկել, այլ եկել եմ հիվանդների, մեղավորների համար։ Ինչի որտեվ առողջներն ասում են բժշկի կարիք չունեն։ Իրանք կարծում են, որ իրանք առողջ են։ Իրանք կարծում են, որ Աստծո կարիքը չունեն։ Իրանք ուղղակի եկել են որոշ առումով, գլուխ են գովում։ Այս մարդը եկել է, Աստծո առաջ է կանգնել, աղոթք է բարձրացնում ու գլուխ է գովում։ Ասում է. ես այն մեղավորի պես չեմ, ինչպիսին եմ ես։ Եվ ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները, կամ ինչպես այս Մաքսավորը։ Հիմա ուշադրություն դարձրեք։ Սա մեր մարդկային բնույթն է ընդհանրապես։ Ինքը ում հետ է համեմատվում։ Սենց ասած, բարոյական տեսանկյունից ավելի ցածր մակարդակում գտնվող մարդկանց։ Ուշադրություն դարձրեք, ինքը ասում է. նման չեմ հափշտակողների, այսինքն բառացի գողերի, նման չեմ անիրավների, շնացողների, կամ ինչպես այս Մաքսավորը։ Մաքսավոր մեկը, ով որ թշնամի է, ով որ դավաճան է ու դավաճանելա մեր երկիր, ինչի, մեր երկրից հարկը վերցնում է, տալիս է մեր թշնամի երկրի։ Մենք երբ որ համեմատվում ենք, մենք էլ ենք նույնը անում։ Մենք չենք ասում, դե ես նման չեմ սրան նրան, որոնք որ իրապես վատ վարք ունեն։ Մենք ինչ ենք ասում, դե ես խոմ նման չեմ այս մեկին, հարևանների շրջանակում նայեք, կամ ուրիշների, դուք ընտրում եք այն մարդկանց, ովքեր որ ռեալ, սենց ասած, մարդկային աչքի շրջանակում ավելի ցածր մակարդակում են գտնվում, եւ համեմատվում ենք իրանց հետ, ինչի որպեսզի մեր անձը ինչ անենք, բարձրացնենք, ինչի որտեվ եթե մենք մեր անձը համեմատենք բարոյականության շրջանակում ավելի բարձր մարդկանց հետ, ստեղ մենք այդքան էլ լավ մակարդակում չենք գտնվելու։ Չի ինքը համեմատվում Աստծո հետ, Աստծո սրբության հետ, ինչի որտեվ անհամեմատելի է։ Ինքը համեմատվում է մարդկության շրջանակում անպիտանների հետ։ Նրանց հետ, ովքեր որ իր տրամաբանությամբ վատն են, բայց ինքը իրանից ինչ է գտնվում, ավելի բարձր մակարդակում է գտնվում։ Հիմա բացի դրանից, որ ինքը այս բաները չի անում, ուշադրություն դարձեք, թե տվյալ Մաքսավորը, տվյալ Փարիսեցին ինչ է անում։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալի այն ամենից, ինչ ունեմ։ Ուշադրություն դարձրեք։ Տպավորություն է, ոնց որ հատուկ բոնուսներ է հավաքի։ Հիմա եկել է Աստծո առաջ գլուխ է գովում, ասում է. գիտես Տեր Աստված, ես շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, տենում ես չէ այդ ամեն ինչը, պիտի գնահատես, չէ, մենք էլ ենք տենց վարվում, ժողովուրդ։ Մենք ասում ենք, դե ես կիրակի օրը եկեղեցի եմ գնում, ես ծառայում եմ, ես աղոթում եմ, ես խոմ մնացածի նման չեմ, բա ինչի է իմ կյանքում սենց իրավիճակ։ Մենք շատ դեպքերում այս ամեն ինչը ներկայացնում ենք Աստծո առաջ, որպեսզի մենք առանձնահատուկ ենք, մենք ամենալավն ենք, մենք ամենա, այնինչ եթե ուշադրություն դարձնենք, անկեղծ լինենք, որևիցե մեկս, որևիցե կերպով լավը չենք։ Բարին եւ լավը միակը Տեր Աստված է, որ ողորմել է մեզ։ Դրա համար երբ որ խոսում ենք փրկության մասին, փրկություն գործերով, էսկոմ ենկոմ, երբ որ մենք խոսում ենք փրկություն գործերով, ես ուզում եմ ասեմ, որ ես լավն եմ, ես ինչ որ մի բան արել եմ, բայց չէ ժողովուրդ ջան։ Մենք լավը չենք։ Որևիցե կերպով լավը չենք։ Ու թող որևիցե մեկը, ինչպես որ այսօր կարդացինք, ով որ կարծում է, որ ամուր կանգնած է, թող զգուշ լինի, որ հանկարծ չընկնի։
Մեր ամուր կանգնելը, մեր ով լինելը մեզանից չի, այլ միմիայն Տիրոջ ողորմությունն է։ Մի քանի կիրակի առաջ, երբ որ Հովիկ եղբայրս էր խոսում, այո, լսեցիք, հայտնի մարդ, քարոզիչ մեկը, բայց այնուամենայնիվ հասկացեք մի բան, մենք բոլորս մարդ ենք եւ որևիցե առումով լավը չենք այս մարդուց, որևիցե առումով լավը չենք։ Ու պետք է աղոթենք, որպեսզի Տերը մեզ հաստատուն պահի, որպեսզի Տերը մեզ հեռու պահի ամեն մեղքից։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում։ Տեսեք, թե ինչ ենք անում, հասկանում եք, մենք էլ ենք տենց վարվում։ Մենք ինչքանով ենք անկեղծ, մեր ծառայության մեջ, մեր ընթացքի մեջ, մեր հավատքի մեջ, մեր շարժառիթների մեջ, ինչքանով ենք անկեղծ, ինչքանով ենք անկեղծ նվիրատվությունների մեջ, երբ որ ինչ-որ մի բան ենք անում, մարդկանց օգնում ենք, ինչքանով ենք անկեղծ անում Տիրոջը փառքի համար, չեմ ուզում պատասխանեք, ինչքանով ենք անկեղծ աղոթքների մեջ, արդյոք այն ամեն ինչ որ աղոթում ենք իրապես այդ ցանկությունը, այդ փափագը ունենք, թե ուղղակի ձևական խոսքեր ենք ասում, որպեսզի մարդկանց հաճելի լինենք։ Ինչքանով ենք ազնիվ ծոմապահության մեջ։ Գիտեք, երբ որ այս հարցին պատասխանում եմ, նորից գալիս է շատ հստակ մի հարց։ Մեր կյանքում առաջին տեղը ով է։ Տեր Հիսուս Քրիստոսն է, Աստվածն է։ Թե մարդիկ, եթե Հիսուսը չէ, թե աղոթքի մեջ, թե այլ բաների մեջ, ծառայության մեջ, կյանքիս մեջ, ինչ եմ անելու, այդ մարդկանց համար եմ ապրելու, որպեսզի մարդիկ լավ կարծիք ունենան։ Եթե մարդիկ չի գլխավոր կենտրոնում, ես եմ, իմ անձս լավ զգալու համար եմ անելու, այսինքն կյանքս շրջապատված է լինելու ինձ հաճույք պատճառելու համար։ Ես վարվելու եմ այնպես, ինչպես որ ես եմ ցանկանում։ Դրա համար եմ ասում, ծառայությունը ընդհանրապես հոգևոր կյանքը խոսում է մեկ պարզ ճշմարտության մասին։ Քո կյանքի կենտրոնում ով է գտնվում։ Տեր Հիսուս Քրիստոս, թե այլ որևիցե մեկը, որևիցե բան։ Եթե Հիսուսը չի, խնդիր ունենք, ժողովուրդ, անկեղծ չենք լինելու։ Դրա համար երբ որ ծոմ պահենք, պետք է անկեղծ լինենք, եւ երկրորդը, այդ ամեն ինչը պետք է անենք Տիրոջ առաջ։ 17 եւ 18 համարները։ Այլ երբ դու ծոմ պահես, օծիր գլուխդ եւ լվա երեսդ, որպեսի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում։ Հիմա ուշադրություն դարձրեք, սա այնպես չի, որ հատուկ ինչ որ յուղ կար կամ ինչ որ մի բան կար։ Չէ, ուղղակի ասում է ինչպեսին որ կաս։ Տենց էլ մնա, այսինքն հարդարված, սիրուն ամեն ինչը տեղդ լինի, որ մարդիկ անգամ չկասկածեն, կարողա ծոմի մեջ ես։ Գիտեք նպատակը որն է, պատճառը որն է, որտեվ եթե մարդը իմացավ, մոտդ կարող է մի քիչ էգոյի հարց առաջանա, գլուխ գովալու, որպեսզի դիմացի առաջ ասես, հա գիտես ինչ կա, ծոմի մեջ եմ։ Հասկանում եք, դրա համար ասում է, այնպես արեք, որպեսզի ձեր ծոմապահությունը մարդկանց առաջ չներկայացնեք, չցույց տաք, խնդիրը մարդիկ չեն, նորից, եթե խնդիրը մարդիկ չեն, եթե կենտրոնում Աստված է, այդ ամեն ինչը անում եմ Աստծո առաջ։ Մարդիկ կտեսնեն, չեն տեսնի, կգնահատեն, չեն գնահատի, սա իմ խնդիրը չէ, նույնը եւ ծառայության շրջանակում։ Մարդիկ կտեսնեն, կգնահատեն, չեն տեսնի, չեն գնահատի, դա իմ խնդիրը չի, հասկանում եք։ Ինչի որտեվ մարդկանց համար չեմ անում, մարդկանց առաջ չեմ անում, անում եմ Աստծո առաջ ու ակնկալում եմ Աստծուց պատասխանը։ Դրա համար շարունակության մեջ ինչ է ասում, որպեսզի ցույց չտաս մարդկանց, թե ծոմ ես պահում, այլ ծածուկ կերպով երևաս քո հորը։ Եվ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհայտնապես ինչ կանի, կհատուցի։ Ոչ մի նշան իրավունք չունենք ցույց տալու, նորից խնդիրը այն չի, որ եթե հանկարծ իմացան, վերջ, ծոմապահությունը ջնջվեց, իմաստը կորցրեցիր։ Չէ, հարցը դրա մասին չի։ Եղել է դեպքեր, հիմա գլուխ գովալու մասին չեմ ուզում ասեմ, բայց եղել է դեպքեր, որ ակամայից առիթիմն եմ մասնակցել ու ծոմի մեջ եմ եղել, մարդիկ ասել են կեր, ասել են, որ չեմ ուզում, հիմա որպեսի անընդհատ այդ հարցը, բա ինչի չես ուզում, էսի, ասել եմ, ժողովուրդ ջան, ծոմի մեջ եմ, հիմա ոնց որ ասած մի ստիպեք, հասկանում եք։ Լինում են դեպքեր, որ ակամայից դու չես ցանկանում, բայց տենց իրավիճակի մեջ ես հայտնվել։ Բայց չես գնում հայտարարում, որ գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, ես արդեն մի շաբաթ է ծոմի մեջ եմ, հասկանում եք։ Ինձ մասին խղճացեք, բան արեք, որպեսզի ցույց տամ իմ, սենց ասած այդ հոգևոր աստիճանը, ոչ թե զուտ մենակ աղոթում եմ։
այլ նաև ծոմ եմ պահում։ Հատուկ առանձնացնենք։ Ումից ենք ակնկալում արձագանքը, Աստծուց, թե մարդկանցից։ Երբ որ այդ նույն Ղուկասի ավետարանի շարունակությունը կարդանք 13-14 համարները, ուշադրություն դարձրեք Մաքսավորի աղոթքը։ Իսկ Մաքսավորը հերու կանգնած չէր կամենում էլ աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը ու ասում. «Ով Աստված ողորմիր ինձ մեղավորիս»։ Ուշադրություն դարձնում եք տարբերությունը։ Մեկը ներկայացնում է ով է ինքը, ինչքան կարևոր մեկն է, իսկ մյուսը անգամ չի ուզում աչքերը բարձրացնի ու ասում է Տեր ների, որտեվ մեղավոր եմ։ Հասկանում եք տարբերությունը, մոտեցումը։ Նույնպես եւ մեր կյանքում շատ հստակ է տարբերությունը պետք է լինի։ Եթե մենք փարիսեցու նման ենք վարվում, այո, Աստծուց այդ փառքը ստանալու ենք։ Տեսանելի կերպով այդ փառքը ստանալու ենք, մարդիկ ասելու են ապրես, լավ ծառայող ես, լավ քարոզում ես, լավ կարդում ես, լավ աղոթում ես, լավ խոսում ես, լավ դռներդ բացել ես, հասկանում եք, մարդկանցից այդ ինչ ստանալու ենք։ Բայց այդ ամեն ինչը դատարկ է ու անիմաստ է լինում Աստծո կողմ։ Ու Աստծո նկարագրությունը սա է, որ այդ ամեն ինչը ինչ է, կեղծ է։ Ու տենց կեղծ հավատացյալները շատ են։ Ու պետք է խնդրենք, որ ողորմություն խնդրենք Աստծուց, որպեսզի մեր սիրտը ինքը մաքրի, որպեսզի կեղծիքի համար չապրենք ու նորից մեր կենտրոնը լինի մենակ Տեր Հիսուս Քրիստոսը, ինքը լինի ամենաթանկը, ամենակարևորը։ Եթե ինքը եղավ կենտրոնում, թե աղոթքը, թե ծոմապահությունը, թե նյութական նվերները, ամեն ինչը կլինի այնպես, ինչպես որ հարկն է։ Ինչի որտեվ Աստված այդ ամեն ինչը տեսնում է ծածկում։ 14 համարն ասում եմ ձեզ, որ Մաքսավորը արդարացած իջավ իր տուն, որովհետև ամեն ոք ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, ինչ կանի, կբարձրանա։ Ու այդ բարձրանալը Աստծուց է լինելու։ Նորից Մաքսավորը գնաց, ինքը կարծում էր, որ ինքը ամենախելացին է, ամենամաքուրն է, ամենասուրբն է, բայց այս պարագայում Աստծո առաջ արդարացած գնացով այն մեղավորը։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք արդարության իրական դրսևորման մասին, պետք է հստակ հասկանանք, որ այդ արդարության դրսևորումը, այդ արդարությունը, ինչ որ մարդիկ տեսնելու ու քեզ գնահատական են տալու, շատ ցենց երերուն տեղ է կանգնած։ Ինչի, որտեվ եթե նույնիսկ մարդը տեսավ գնահատեց, դա չի նշանակում, որ այդ ամեն ինչը Աստծո կողմից ընդունելի է լինելու։ Ուրեմն մեր ակնկալիքը, մեր պատասխանը պետք է սպասենք ումից Աստծուց։ Ինչու՞։ Որտեվ մեր կենտրոնում, մեր կյանքի կենտրոնում, մեր ամենակարևոր անձը, ում կարծիքը մեզ համար կարևոր է, ով կարևոր է, դա պետք է լինի Աստված Տեր Հիսուս Քրիստոս ինքը։ Դրա համար որոշ առումով մի ուշադրություն դարձեք, թե մարդիկ ինչ կմտածեն։ Մի մտածեք դրա մասին, թե օրինակի համար, չգիտեմ, ես ձեզ վարվեմ, ինչ կասեն, ինչ չեն ասի, հասկանում եք, ես չեմ ասում ընդհանրապես ապրեք այնպես, կարծես թե մենք կտրված ենք աշխարհից, սրա մասին չի խոսքը գնում։ Բայց թող ձեզ համար առաջնային կարևորագույն տեղում լինի Տեր Աստված իր կամքը, իր ցանկությունը, նոր մնացածը, հասկանում եք։ Որովհետև երբ որ ամեն ինչը դրված լինի իր տեղում, կենտրոնում լինի Աստված, մնացած ամեն ինչը կլինի իր տեղում։ Թե ընտանիքի շրջանակում փոխհարաբերությունը, թե եկեղեցու շրջանակում փոխհարաբերությունը, թե ծառայությունը, ամեն բան կընկնի իր տեղում։ Հանեք Տեր Հիսուսին, հանեք Աստծուն գլխավոր տեղից, ամեն ինչը տակնու վրա է լինելու։ Դրա համար Տիրոջից ենք ակնկալում, երբ որ ծոմ ենք պահում, պատճառները կարող լինեն տարբեր։ Հիշեք մի բան, այդ ժամանակ մենք եւս մեկ անգամ ուզում ենք ինչ ասել, որ մեր կյանքի կենտրոնում Աստված ինքն է։ Ուզում ենք ակնկալել պատասխանը Աստծուց։ Ու Աստծո տրված պատասխանն էլ մեզ համար ամենակարևորագույնը եւ ընդունելինն է։ Ինչ էլ որ պատասխանի, ինչպես էլ որ պատասխանի։ Եվ նորից ու նորից ծոմապահությունը ուտել չուտելու մասին չի։ Էսի ուտեմ, թե էսի չուտեմ։ Երբ ծոմ պահեմ, թե երբ ծոմ չպահեմ։ Ծոմապահությունը մեր կյանքում գերիշխան մեկին ցույց տալու, ով է գերիշխանը, ով է կարևորը, ով է ամենաթանկագինը ինձ համար։ Եթե Քրիստոսն է, ծոմել կպահեմ, աղոթքել կանեմ, այս ամեն ինչը կանեմ իր անվանու փառքի համար։
ու իրանից էլ կստանամ այն պատասխանը, որը որ Տերը կփոխանցի։ Ու այդ պատասխանը լինելու է բարին, հաճելին ու կատարյալը։ Սա է այն, ինչ որ ակնկալում ենք ու հույսով եմ, որ կակնկալենք։ Եկեք աղոթենք, սիրելիներ։ Տեր Աստված, փառք ենք Քեզ տալիս իրապես այս հնարավորության եւ այս առանձնաշնորհման համար, որ կարող են գալ Քո առաջ, Տեր։ Որովհետեւ արժանիք չունենք եւ որովհետեւ կերպով էլ չենք էլ ուզում ասենք, որ մենք լավն ենք, դրա համար մեզ ողորմեցիր։ Չէ, Տեր Աստված, Քեզ թշնամի ենք, Քեզ հակառակորդ ենք, Քեզ հալածող ենք, բայց Դու գթար, ողորմեցիր, սրբեցիր, մաքրեցիր եւ Քեզ զավակ դարձրեցիր, Տեր։ Աղոթում եմ, որ օգնի մեզ, այո, սովորեցրա մեզ աղոթել։ Սովորեցրա մեզ ծառայել այնպես, ինչպես որ Դու ես կամենում, որ անկեղծ սրտով գանք Քո առաջ, Տեր։ Մարդկանց շահը չփնտրենք եւ այն ամեն ինչ որ անում ենք, Քո առաջ անենք, Տեր։ Որտեւ ամեն բան Դու տեսնում ես։ Դու տեսնում ես նույնիսկ այն, ինչ որ մենք ինքներս չենք տեսնում մեր կյանքում, Տեր։ Մենք չենք կարող քննել մեր սիրտը, մենք չենք կարող որոշ առումով քննել նույնիսկ մեր շարժառիթները, Տեր։ Բայց Դու գիտես ամեն բան։ Գիտես մեր ընթացքը, գիտես մեր կյանքը, գիտես թե իրապես մեր կյանքի կենտրոնում ով է։ Ուստի աղոթում եմ, ով Տեր, որ եթե դեպքեր են լինում, որ չենք վարվում այնպես, ինչպես որ հարկն է, չենք մեծարում ու փառավորում Քեզ այնպես, ինչպես որ հարկն է, Տեր, Դու մեզ ներիր։ Խոնարհեցրու մեր անձը, Տեր, որ իրապես սովորենք Քեզանից, ինչպես պետք է աղոթենք, ինչպես պետք է նվիրատվություն տանք, ինչպես պետք է ծառայենք, ինչպես պետք է ծոմ պահենք։ Օգնի, որ իրապես մեր կյանքում եւս մեկ անգամ ցույց տանք, որ մեր ողջ կյանքը, մեր ողջ էությունը Քեզանից է կախված։ Եվ դրանով փառք ենք Քեզ տալիս, Տեր, որովհետև եթե կախված լիներ մարդկանցից, եթե կախված լիներ մեզանից, որևիցե հույս, որևիցե ապավեն չէին կարողանա ունենանք։ Ինչի, որովհետև ամեն մարդ, ամեն կյանք, ամեն բան ունայնություն է, Տեր։ Եվ միմիայն կյանքի իմաստը, միմիայն կյանքի կենտրոնը Դու ես, Տեր Աստված։ Ուստի օգնի, որ այս գիտակցությամբ քայլենք ու Քեզ փառավորենք, Տեր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։ Thank you.